Անխոն Նուրա։ Հանուն հանրապետության, հանուն ընդդիմափոխության, հանուն ուժեղ հակակշռի, հանուն մի քաղաքական միջավայրի, որտեղ մեր պետության գոյությունը չի վիճարկվում, որտեղ մեր պետության գոյությունը վտանգավոր չի համարվում, որտեղ մեր մի քաղաքական իրավիճակի օգտին, որտեղ մենք ի վիճակի ենք միջազգային մեր գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները լիարժեք կերպով իրագործել որպես պայմանագրունակ պետություն, որպես պայմանավորվածությունները հարգող պետություն եւ հարգանքի արժանի պետություն։ Ես կարծում եմ, որ մեր ներքին դիմակայունության համար, մեր ներքին դիմադրողունակության համար ծայրաստիճան կարևոր է ոչ միայն լեգիտիմ ուժեղ իշխանություն ունենալը, նույնքան եւ ոչ պակաս կարևոր է ուժեղ ընդդիմություն ունենալը, որտեղ պետությունն առաջ գնալու համար երկու ոտքի կարիք ունի։ Մի ոտքով հնարավոր չի առաջ գնալ։ Մի ոտքով առնվազն կարելի է ցատկել տեղը։ Իսկ մենք այնպիսի մարտահրավերների առաջ ենք կանգնած, որ առաջ գնալը ուղղակի մեզ այլևս կենսական անհրաժեշտություն է, ուստի մեր երկիրը դատաիրավական բարեփոխումների, կրթական բարեփոխումների, տնտեսական առաջընթացի, սոցիալական, քաղաքական, ամբողջական ռեֆորմների կարիք ունի, իսկ դրա համար ուժեղ ընդդիմություն է հարկավոր, ուժեղ հակակշիռ, որը գործող իշխանությունից իր հանձնառությունների համար հաշվետվողականություն եւ թափանցիկություն կպահանջի։ Պարոն Բաբաջանյան, երեկվանից խոզարկություններ են, աննախադեպ էր 200 կալանավորված, բերման ենթարկված եւ այլն, բոլորը ընտրակաշառքի դեպքեր են, Գյումրիում էլ այսօր վաղ առավոտից են խոզարկություններ, այս ամենը որքանով է իսկապես թվեր գցում ընտրությունների վրա, ընտրությունների արդյունքները որքանով այս ամենից հետո վիճարկելի կարելի է համարել, հաշվի առնելով նաեւ այն տեղատարափը, որ Ռուսաստանի Դաշնությունից գալիս են, մարդիկ ասում են գալիս են արագ ընտրեն գնան, որովհետեւ այստեղ կարող է իրավիճակ փոխվի ու չկարողանան գնան։ Ընդհանուր առմամբ հույս ունեմ, որ պետական մարմինները կարողանում են ժամանակին եւ համարժեք արձանագրել, այն ինչ տեղի է ունենում, կարծում եմ նաեւ քաղաքական դաշտի համարժեք արձագանքի անհրաժեշտություն է զգում, նաեւ գոնե քաղաքական են ուժերը, որոնք մասնակցում են այս ընտրություններին, այս բոլոր դրսևորումներին դրսից մեր քույրերին, եղբայրներին, մեր պետության վրա բերելու այս գործողություններին, այս ընտրակաշառքների հարյուրավոր արդեն դեպքերին, որոնք պետք է գնահատել որպես դիվերսիա մեր պետության դեմ, որպես հարձակում մեր սահմանադրական կարգի դեմ եւ ոչ ավել, ոչ պակաս, ուստի կարծում եմ նաեւ օրվա ընթացքում մենք կհետևենք զարգացումներին, բայց ամեն ինչ պիտի անենք, որպեսզի ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի, ընտրությունների արդյունքները որևէ ձևով կասկածի տակ չդրվեն, մեր պետության կայունության, անվտանգության եւ առհասարակ
հարատևության հարցն է սեղանին դրված եւ մենք աչալուրջ եւ ծայրաստիճան պատասխանատվությամբ պիտի մոտենանք այն հարցերին, որոնք վերաբերում են պետության անվտանգությանը եւ մեր բոլորիս բարեկեցությանը։ Պարոն Բաբաջանյան, ձեր գնահատմամբ այս խոզարկությունները մի հատված ասում է, որ իշխանությունը ուղղակի վախի մթնոլորտի մեջ է փորձում պահել, փորձում է ստվեր նետել, վերջի րոպեին արված, որքանով ուրեմն հենց իշխանության վախի արդյունքում էր, թե դուք բացառում եք այդ հանգամանքը։ Ի վերջո ամենօրյա ռեժիմով մենք տեսնում ենք այդ ձայնագրությունները հակակոռուպցիոն կոմիտեի, մինչև վերջը չդադարեցին, բայց դրա արդյունքը չտեսանք մենք, այսինքն որևէ կերպ այս ամենը զսպաշապիկ չեղավ այդ ամենը կանխելու համար։ Հիմա որովհետև ակնհայտորեն մեր մրցակիցները, որոնք սնվում են արտաքին դերակատարներից, անթաքույց նշել են, որ միջոցների մեջ խտրություն չեն դնելու։ Մենք ընդհուպ միջև Գյումրիում արձանագրեցինք, որ ռազմաբազան ներքաշվել է այս ներքաղաքական գործընթացներում։ Ոչ միայն ռազմաբազայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ուղղակի հրահանգ է տրվել որոշակի քաղաքական ուժի օգտին քվեարկել, այլև քննարկվում է հետընտրական process-ներում ռազմաբազայի ներգրավելու հնարավորությունը։ Հիմա մենք իրապես ճակատագրական մի իրականության առաջ ենք, զարգացումների առաջ ենք եւ մեզ քաղաքական բոլոր ուժերին այս ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերին անհրաժեշտ է զգոն գտնվել, սթափ լինել, մեր պետության թիկունքին կանգնել եւ որևէ կերպ թույլ չտալ, որպեսզի դրսից այս ձեռնարկված հարձակումները որևէ կերպ սասանեն մեր պետության խաղաղությունը եւ այն ձեռքբերումները, որ ունենք, եւ այն ձեռքբերումները, որ պիտի ունենանք միասին, որևէ կերպ դրանք կասկածի տակ դրվեն կամ դրանք չեղարկելու մասին մենք այս պահին քննարկենք։ Այս ընտրությունները չափազանց կարևոր է, որպեսզի մեր պետությունն ավելի ուժեղ դարձնեն եւ մենք իրապես կարողանանք համերաշխ ձևով պետության հարատևության գիտակցման շուրջ համերաշխ ձևով շարունակենք մեր ընթացքը, շարունակենք մեր պայքարը ամենօրյա, ամենժամյա ռեժիմով։ Պետությունը խնամք է պահանջում, հոգատարություն է պահանջում, սրտացավություն է պահանջում եւ կարծում եմ, որ այսօրվա քվեարկությունը առաջին հերթին հենց նաեւ դրան պիտի միտված լինի։ Շնորհակալություն։